Դժգոհությունները ձեզ շատ սիրողների ասում են մենք սպասում ենք հետաքրքիր շոու, ամենահամեստ քարոզարշավ իրականացնողներից մեկը եղաք, ինչու՞։ Ինչ առումով ամենահամեստ։ Մտածում էին, որ երևի դուք նաև համերգով կամփոփեք ձեր քարոզարշավը, բայց փաստորեն Ես ամենասկզբից քարոզարշավի բոլորին ասել եմ, որ Hayat Project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու, որովհետև ես չեմ ուզում առավելություն ստանալ երիտասարդների դաշտում, որը այսպես թե այնպես ունեն։ Ասում են, որ ձեր ընտրողը իդեպ մինչև 35-ն է, եւ դուք գողացել եք հենց այդ սեգմենտին, որը ամենապասիվ ընտրողն է բոլոր ընտրական գործընթացներում։ Համաձայն եք։ Ես չեմ գողացել, ես հալալ քրտինքով վաստակել եմ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենք բոլորը կան ընտրատեղամասեր, կոչ եմ անում հատկապես երիտասարդներին անպայման գալ մասնակցել, որովհետև այս քաղաքը կարիք ունի իրոք երիտասարդանալու։ Ես օրինակ իմ առաքելություններից մեկը պատկերացնում եմ հենց դա, որ Գյումրին պետք է ստանա երիտասարդական ընթացք, այո, շատ կարևոր է։ Զարգացումներ սպասում եք, պարոն Մխիթարյան։ Ինչ առումով։ Մինչև օրվա վերջ, էլի, ընտրական ընթացքից։ Դե օրը ցույց կտա, ամեն դեպքում ես այս պահի դրությամբ կարող եմ փաստել, նաև վերջի 15 օրը շատ լավ վերլուծելուց հետո, որ ընդդիմադիր տեխնացուները մրցում են ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, այլ պետական վարչական ռեսուրսի եւ Սարիկ Մինասյանի ԱԱՑ-ի ղեկավար բարեկամի հետ։ Ինչ անում ԱԱՑ ղեկավար բարեկամը։ Ինչ որ բաներ։ Մասնավորապես ինչ որ բաներ։ Բարևում է մարդկանց, անցնում է, ստիպում է, որ գնան իշխանությանը։ Օդում կախված լուրերի համաձայն ինչ որ բաներ անում է, օրվա վերջ կերևան։ Մեկ էլ Նիկոլ Փաշինյանն է օդում կախված լուրերի համաձայն պնդումներ անում, ինչը այդքան հավաստի չի։ Դե վատ օրինակները վարակիչ են, Նարեկ ջան, մենք փորձում ենք